Մեքենա է պայթել Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի Օհանով փողոցում։ Ըստ ականատեսների պայթյունը եղել է մի քանի անգամ, որին հաջորդել է հրդեհը։ 33-ամյա քաղաքացու Ford Fusion մակնիշի ավտոմեքենայում այրվել է հեղուկ գազի բալոնը։ 21 TV News-ի տեղեկություններով վարորդը այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Դիլիջանում հայտնաբերվել եւ ձերբակալվել են հուլիսի 18-ին Երևանում Մուրացանի փողոցում հանցագործություն կատարելու համար մեղադրվող երկու հետախուզվողներ։ Միջադեպը տեղի էր ունեցել Մուրացան 109 հասցեում, հնչել էին կրակոցներ, 20-ամյա երիտասարդը մահացել էր, 15-ամյա երիտասարդը վիրավորվել։ Ըստ տեղեկությունների հնչել էին 30-ից ավելի կրակոցներ։ Ավելի ուշ պարզվել էր, որ ձերբակալվածներից մեկը ոստիկանության ներքին անվտանգության վարչության նախկին պետ Արմեն Հակոբյանի եղբայրն է Գուրգեն Հակոբյանը։ Նրան Կալել էին քրեական ենթամշակույթին հարելու մեղադրանքով եւ կալանավորելու միջնորդություն էին ներկայացրել դատարան։ Ռոսել Խոզնաձորն արգելել է Հայաստանից կաթնամթերքի ներկրումը մի շարք ձեռնարկություններում ստուգումներից հետո։ Հուլիսի 14-ից 21-ն անցկացված ստուգումների ընթացքում հաստատվել է վարակված գլխաքանակից կաթի օգտագործումը Ռուսաստան մատակարարվող մթերքների արտադրության համար, պնդել է գերատեսչությունը։ Մեջբերում հաստատվել են ռուսական շուկայի համար բարձր յուղայնությամբ արտադրանքի արտադրության համար երրորդ երկրների հումքի օգտագործման դեպքերը, չնայած հայրենական հումքի կամ ԵԱՏՄ ձեռնարկությունների հումքի օգտագործման մասին Հայաստանի անասնաբուժական ծառայության նախկինում տրամադրված հավաստիացումներին մեջբերման ավարտը։ Իրանի Ահվազ քաղաքին ԱՄՆ-ի հարվածի հետևանքով 4 մարդ է զոհվել, եւս 5-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Բենդեր Աբասին հասցված հարվածի հետևանքով 2 մարդ հետ ուժել, հայտնել է ԻԼԻՊ գործակալությունը։ Հաղորդվում է նաեւ, որ պայթյուններ են հնչել իրանական Ֆիրուզաբադ, Թեֆտ, Խորեմաբադ, Ջասկ, Օմիդիե եւ Էնդիմեշկ քաղաքներում, Հոնդաբա շրջանում եւ Քեշբ կղզում։ Տուժածների մասին չի նշվում։ Ցանկացած երկիր, որը կմասնակցի Իրանի դեմ ԱՄՆ-ի ագրեսիային կամ կնպաստի Իրանի ուղղությամբ հարվածներին, կդառնա իրանական զինված ուժերի օրինական թիրախ, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։ Իրանը վերստին հաստատում է երկրի ինքնիշխանությունը, անկախությունը եւ տարածքային ամբողջականությունը պաշտպանելու իր հաստատակամությունը ու հայտարարում, որ Իրանի դեմ ագրեսիա իրականացմանը ցանկացած մասնակցություն կարժանանա համապատասխան պատժի։ Իրանի արտգործնախարարը նաեւ դիմել է Շանհայի համագործակցության կազմակերպության երկրներին համախմբման կոչ անելով եւ թույլ չտալու, որ ագրեսիան փոխարինի դիվանագիտությանը, ուժը փոխարինի իրավունքին, իսկ երկանկի ստանդարտները փոխարինեն արդարությանը։ Անվտանգ, կայուն եւ արդար ապագա կարող է ձեռք բերվել միայն այն դեպքում, երբ բոլորս միասնական ձայնով պաշտպանենք օրենքի գերագայությունը եւ պետությունների հավասարությունը, երկրների ինքնիշխանության եւ ժողովուրդների արժանապատվության նկատմամբ հարգանքը, հավելել է նա։ Ուկրաինական ուժերը Ֆլամինգո հրթիռով հարվածել են Ռուսաստանի Կիրով քաղաքում գտնվող Ավիատեկ ավիագործարանին։ Այն բաղադրիչներ է մատակարարում ռուսական ավիացիոն եւ հրթիռային տեխնիկայի համար։ Հայտնի է դարձել, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նախատեսում է հուլիսի 28-ին այցելել Վաշինգտոն։ ԱՄՆ նախագահի վարչակազմի աղբյուրների փոխանցմամբ Զելենսկին պլանավորում է մասնակցել սենատոր Լինցի Գրեմի հուղարկավորությանը, ինչպես նաև հանդիպել նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Այժմ պաշտոնյաները որոշում են հանդիպման ձևաչափը, դա կլինի կարճատև զրույց հուղարկավորության ժամանակ, մասնավոր հանդիպում, թե պաշտոնական այց Սպիտակ տուն։ Երկրների ղեկավարները վերջին անգամ հանդիպել էին հուլիսի սկզբին Անկարայում, ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում, որտեղ Թրամփը հայտարարել էր Ուկրաինայի պատրիոտ հրթիռների անկախ արտադրության լիցենզիա տրամադրելու մտադրության մասին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել առևտրային կանոնների խստացման մասին։ Նոր սակագներն ուժի մեջ են մտնում հուլիսի 24-ից եւ վերաբերում են 60 երկրների ապրանքներին։ Բացի Ռուսաստանի Դաշնությունից եւ Ղազախստանից ցուցակում են նաեւ Մեծ Բրիտանիան, Ճապոնիան, Եվրոպական միության երկրները։ Վաշինգտոնում հայտարարել են, որ այդ երկրները իբր վատ են հետևում ապրանքների արտադրության մեջ հարկադիր աշխատանքի օգտագործման արգելքին։ Այն բեռների համար, որոնք արդեն ճանապարհին են, նախատեսված է փոքր հետաձգում մինչև հուլիսի 28-ը։ Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում հորդառատ անձրևների հետևանքով հեղեղներ են առաջացել։ Կաթվածահար է եղել երթևեկությունը։ Մեքենաները փորձում են ջրային հոսքերի միջով երթևեկել։ ԱՄՆ-ում տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես է արջը հետևի ոտքերի վրա կանգնած մտել գրասենյակ, իսկ հետո արագ դուրս եկել։ Կարծես թե նրան գրասենյակային միջավայրը դուր չի եկել։